Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Ուրախ եմ նորից տեսնելու ձեզ, ուրախ եմ, որ մենք կրկին միասին ենք։ Հարգելի բարեկամներ, այսօր հյուր ունենք եւ մեր հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Ազնավուր սրճարան ռեստորանի ավագ խոհարար Զվարթ Գասպարյանը, մեր լավ ընկեր, ձեր լավ բարեկամ։ Ողջույն Զվարթ։ Ողջույն Սեթրակ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Ինչ նորությունով, ինչ լավ մտահղացման պես այսօր եկել։ Այսօր պետք է պատրաստենք տաք ուտեստ։ Խոզի փափկամսից։ Այո։ Պետք է օգտագործենք ծնեբեկ, նուշի քերուկ, ձու, սպանաղ, պանիր եւ լոլիկ։ Պանիրը անանուխով պանիր է։ Դու ես պատրաստել, նախնական զրույցում նշեցիր, որ համերը դու ես ստացել։ Շատ լավ։ Իսկ ինչ պանիր ես օգտագործել։ Պանիրների խառնուրդ եմ օգտագործել։ Շատ լավ։ Ինչ գործառույթ պիտի, ինչ պիտի անենք։ Ուրեմն մինչև վերջ չենք բացելու խոզի փափկամիսը։ Մեջտեղից այսպես կիսեմ։ Կիսենք, բայց մինչև վերջ չէ։ Համեմելու ենք։ Ինչ համեմունք։ Ես կօգտագործեմ սպիտակ պղպեղ։ Շատ ես սիրում սպիտակ Շատ եմ պղպեղ։ սիրում եւ շատ եմ օգտագործում։ Իսկ այլ գույներ, ինչ գույներ կան պղպեղների։ Կարմիր, սպիտակ, ասում են կապուտ էլ կա արդեն, նոր ստացել է։ Գույներ եմ ստացել։ Հիմա դարձել է նորաձևություն։ Սա է լավ։ Եվ պետք է ծրարենք։ Այն պետք է լեզոնենք։ Լեզոնապատենք։ Այո։ Լեզոնապատում ենք, ալրապատում ենք, պաքսիմատապատում, թե ոչ։ Չենք պաքսիմապատելու, պետք է թեփուկների մեջ, նուշի թեփուկների մեջ այն նուշի թեփուկի մեջ։ Այո։ Շատ լավ։ Այս կերակուրը ունի պատմություն, թե դա երազում է եկել, մուսան որ գալիս է երազում, չէ՞, խորարների մոտ մեկ-մեկ երազում եկավ, առավոտյան շուտ գրի առան եւ սկսին պատրաստել։ Լինում է այդպեսի բան։ Իհարկե, իհարկե։ Նուշի քերոկի մեջ այն թաթախենք։ Նուշը կտրատված, քերված։ Ես կուզենայի տապակի մեջ թե հավելացնել։ Տապակելու ենք, մի փոքր եւ կուղարկենք ջեռոց։ Կեղևապատելու ենք։ Այո։ Շատ լավ։ Նուշը խոզի մսով։ Այնքան գեղեցիկ է լինում։ Մենք հիմա ինչ ակնկալիք ունենանք տեսքի գեղեցկությունը, թե բովանդակության մեջ պիտի նայենք։ Բնականաբար սկզբից աչքերով ենք ուտելու, հետո նոր քիմքով զգալու ենք, հետո նոր ստամոքսն է զգալու։ Այսպես։ Թողնում ենք, որ կեղև առաջանա։ Մի փոքր, ես չեմ ուզի, որ նրանք այրվեն, մի փոքր գունափոխվի, ռոզվյանան։ Այո, գեղեցիկ, ոսկեգույն երանգ։ Զվարթ, ես արդեն պատկերացնում եմ, թե դու ինչ տրամադրությամբ ես այդ օրը քնել, որ երազում եկել այս գեղեցիկ կերակրատեսակը։ Ես էլ չեմ հիշում ոնց եմ տեսել։ Այսպես եկավ ու անցավ։ Ես հիմա այն կտեղափոխեմ տապակի մեջ, որ ուղարկենք ջեռոց։ Հիշեցնեմ,
խոզի միսը ճեղքեցինք, մեջտեղից դրեցինք պանիր հատուկ պատրաստված զվարթի։ Անանուխի համով։ Այո, ձեռքով, անանուխի համով, այնուհետև լեզոնապատեցինք, ալարապատեցինք, եւս մեկ անգամ լեզոնապատեցինք եւ արդեն հաջորդ շերտը նուշի քերուկով։ Մի քիչ կերապատեցինք, հիմա կուղարկենք ջրոց, որքան ջերմաստիճան եւ որքան ժամանակ։ 180 աստիճան 15 րոպե։ 12-ից 15 րոպե։ Հիմա պիտի պատրաստենք խավարդը։ Ինչ պիտի պատրաստենք։ Ծնեբեկը տեսնում եմ։ Ծնեբեկը կտապակենք։ Մեզ Կտրատենք շատ պետք չի։ Ահա, բավական է։ խոշոր։ Քիչ, չէ, մեջտեղից կիսիր, Ահա։ մեջտեղից բավական է։ Եվ սպանախն ենք տեսնում։ Սպանախն ենք վրան ավելացնելու։ Սպանախն էլ ձեռքով։ Այսպես կոթերը չօգտագործենք, չէ՞։ Չէ։ Էլ ինչ ավելացնենք։ Լոլիկ միգուցե ավելացնենք։ Չերի լոլիկ ենք ավելացնելու մի փոքր, այնքան որ 3 հատ։ ահա, Մեջտեղից կիսված։ այո։ Կարելի է այն համեմել։ Ես մի փոքր աղ կավելացնեմ։ Ոխ ինչու 6 թիվը չեմ սիրում ես։ Ինչ է։ 8 պատրաստենք։ 6 թիվը չեմ սիրում, չգիտեմ ինչու։ Դե, Ավելացնենք լոլիկը։ կարելի է ավելացրու, ես մի քիչ էլ տղտեղ կավելացնեմ։ Մատուցման ափսեն, խնդրեմ։ Խավարտը շատ արագ է պատրաստվելու, Մեզ հուշում են, որ արդեն ջերոցում էլ ամեն ինչ կարգին է։ շատ ավելի լավ։ Շատ հետաքրքիր է։ Լավ կերակրատեսակ է։ Հիմա մենք կհավաքենք կերակրատեսակը, հերոստատիտողներն էլ կհամոզվեն, որ ժամանակ պիտի մատուցենք, ինչ տրամադրության տակ պիտի մատուցենք։ Անկեղծ ասած, ես այս ուտեստը ցանկանում եմ մեր սրճարան ռեստորանում մատուցել, արդեն դեռ չկա, բայց ես ցանկություն ունեմ այն հասկանալի է, հասկանալի է, բայց երևի արդյունքը հետո կերևա։ Այ ում մատուցել, այ տեսնում ես, չէ, մարդիկ զվարթ, լավ տրամադրությունով այս կերակուրը կավելացնի նրանց տրամադրությունը, թե մարդիկ, ովքեր ուղղակի պիտի ճաշեն ճանաչված Երբ մարդը սոված է, իրեն թվում է, որ շատ բան է ուզում ուտել։ Չէ, լինում է, չէ, որ սոված են, բայց իրենք գիտեն ինչ պիտի ճաշակեն։ Ահա, երբ որ մարդը Գալիս ասում ցանկություն են ունի, քյաբաբ, լավ սոշնի, ջրիկ, սոված են, կշտանամ։ Այդ մարդկանց պիտի առաջարկենք։ Այ քյաբաբ ուտող հաճախորդը այդ պահին չի ուզի սա ուտել։ Այ Ինքը հենց կուտի։ այդ է։ Մարդը պետք է հասկանա ինչ է ուզում ուտել։ Այո։ Երբ որ տեսնի ինքը մի անգամ էլ համեմած լինի, ես կարծում եմ, որ այս կերակուրը կուտի նորից։ Բացի հասկանալը նաև վստահի պատրաստողին, վստահի խոհարարին, խոհարարի ճաշակին։ Իսկ մենք պետք է որ ունենանք ճաշակ եւ մեր ճաշակը առաջարկենք մեր խավարտը պատրաստ է։ Շատ լավ, հիմա ափսեն ես կբերեմ։ Բարեկամներ, արդեն խոզի միսը պատրաստ է, մենք ընտրեցինք համապատասխան ջերմաստիճան, մի քիչ ցածր ջերմաստիճան, որ ոչ թե շատ այրվի եւ կերև տա, այլ մեջը եփվի։ Կարևորը միսը եփել է, խավարտը կլցնենք։ Ափսեն յուրահատուկ ձևավորում չի ունենալու։ Ես ուղղակի մի փոքրիկ Հայել այդ շրջանակի մեջ, չգիտեմ ինչ, այսպես, այնպես Գույները ունենք խոզի միսն էլ ես կվերցնեմ եւ այն կտեղադրեմ խավարտիս վրա։ Այ այսպես։ Այ հենց այս կերակրատեսակը ծնվեց այսօր եւ պիտի ցանկանանք նրան երկար ընթացք։ Զվարթ ջան, եթե ունես ասելիք, խնդրեմ մեր հեռուստադիտողներին։ Լավ է ունենալ մի պատառ համով հաց։
խաղաղությամբ, քան միս ու բարիքով լիքը սեղան թշնամությամբ։ Ոյ, այո, լավ է նախ եւ առաջ լինի խաղաղություն։ Ես չհիշեցի թե մնացածը ինչ էր, բայց խաղաղությունը կարևոր է։ Ապրես դու կնքենք այս կերակրատեսակին, այս նոր երեխային, ինչ պիտի անվանենք։ Չէ, մի ավելի հետաքրքիր անուն երևի կորոշենք։ Կորոշենք, լավ, դուք անպայման տեղյակ կլինեք։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Զվարթին։ Ցանկանանք, որ նրա պրպտուն միտքը երբեք կանգ չառնի եւ այդ մտքի արգասիքը մենք միշտ վայել ենք։ Շնորհակալություն Զվարթ ջան, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, հարկավոր է կերակրատեսակը մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ եւ կարմիր անապակ հայկական անսահմանափակ գինով։ Իսկ ինչպես միշտ, ուզում եմ որ լինենք առողջ ու երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Երեկոյան Երևան։ Խոզի ֆիլե 150 գրամ, անանխով պանիր 100 գրամ, ձու 1 հատ, օսլա 30 գրամ, նուշի քերուկ 40 գրամ, ծնեբեկ 4 հատ, սպանախ կես կապ, չերի լոլիկ 5 հատ, կատնասեր 100 միլիգրամ, աղ, բարյախորշակ։